կարծիքի համար։ Այսինքն այդ փողոցային պայմաններով Ինչ էիք ասում։ հարց եմ տալիս մի վարքյան։ Այսինքն որ կարծիք են հայտնում մարդիկ ինչ որ բան է, կարող է ինչ որ բան տեսել են, որ չէ, ինչ որ մարդկանց Ինչ կոնկրետ հարցի դուր պատասխանը տամ։ Ով իրանք են գրել, չգիտեմ։ Արտուր Օսիպովը ուղիղ եթերով հայտարարեց, որ եթե Ղարաբաղի տղաները փախել են, ապա Աննա Հակոբյանը Էրատո ջոկատով եկել եւ Արցախն է պաշտպանել։ Ինչպես եք սա բացատրում։ Բացատրում եմ այսպես, Արցախի, այսինքն ձեր պատկերացրածը, ձեր ասածածը վերաբերում է նրան, որ Արտուր Օսիպյանը Աննա Հակոբյանի թեզն է պաշտպանել, թե ոնց։ Այսինքն այդքան անհավանական է, չէ։ Մեկնաբան եմ իր ասածը, փաստացի Արցախի հանրապետությունից մեծ մասը, ասենք իրականում մեծ մասը փախել են, Աննա Հակոբյանը գտնվել է Արցախի հանրապետությունում։ Թե ընդ ինքը ինչի համար է եկել, ինչ գործունեություն է ծավալել, չեմ կարող ես դա մեկնաբանել, տեղյակ չեմ։ Ընդ չեմ եղել, ես եղել եմ 146 մարտական դիրքում, իսկ որ ասում ես ովքեր են փախել, սև ջիպեր են փախել, падգամավորների, նախարարների, մինիստրների տղերքն են փախել։ Տեսել ենք մենք Աննա Հակոբյանը լսեք, ով ասեք կռվել է։ Ով ասեք կռվել է։ Մեկնաբանել եմ, որ ես չգիտեմ ինքն դե ինչ է։ Ես ինչ իմանամ Աննա Հակոբյանը դե ինչ արել։ Ես իմ մարտական դիրքումս եմ եղել 140 գնացել կռվել եւ զոհվել է Արտյոմ Ավակյանը։ Դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, լսեք, դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, սոցիալական էջում հայտարարություն եմ տարածել։ Ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, Արցախի հանրապետության ժողովրդից, ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, նշել, որ պատասխանատուները իրանք են, իսկ դրանից հետո գրառման մեջ նշել են, որ բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի։ Կարակ մտնեք, տենակ գրառումը, եթե խոսքը վերաբերում է իրանց, ես էլ պարզ բառացիորեն ասում, բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի։ Եթե փախել են։ Մի վարքյան պրծնեմ, որովհետև տվյալ ազնվորությանը Արեգ Ավագյանին, այսինքն իր տղան իմ թե ծառայակից, թե մարտական, համ ընկերն է եղել, առաջի անգամ Մարտունի երկրորդ զորամասում, անձամբ ես ու ինքն եմ, երևի առաջի մարդը, որ բարևել է Արտյոմ Ավագյանը, այդ զորամասում ես եմ եղել իր հետ ու առաջի օգնությունը անծանոթ զինվոր, որ մտել է զորամաս, առաջի օգնությունը իմ կողմից ես էլ որպես ընդ հին ձեմբել ծառայող ես եմ ցուցաբերել ու ինքը ասենք իրականում հերոս ազնվորություն է, որը որ մի վարքյան առած մտածել լինելով падգամավորի տղա, սաղ ամբողջ Ստեփանակերտով մեր հարգանք վայելող անձ առած մի վարքյան տարտանջալ գնացել է Ֆիզուլի, ինքը Մարտունի երկրորդից հետո տեղափոխվել էր Ֆիզուլի։ Ես Ֆիզուլիի իմել եմ իր զինվորական ծառայության ժամանակ հանդիպել եմ։ Գնացել է Ֆիզուլի իր ծառայած զորամասում միանգամից անցել թե հարձակման, թե պաշտպանության եւ առաջի հստակ չեմ հիշում, թող ներողելնեն կամ թե երկրորդ օրը Արտյոմ Ավագյանը զոհում է։ Իշխանության թեզերին, որ արցախցիները չեն կռվել, դուք ո՞նց եք գեներացնում այդ հակարցախ։ Ես կառավարության շենքի մոտից մեկնաբանել եմ այդ տվյալը, ասելով որ ձեզ եմ ասել երևի ABC-ին։ Առաջի անգամ ձեզ եմ հաղորդում տվել, ասել եմ որ այն մարդը, որ ասում արցախցին չի կռվել, ինքը առնվազն գալաթ է անում։ Բայց այն որ արցախցին փախել է, էտել է եղել։ Խի եք ժխտում, խի չեք ուզում իրականությունը։ Բա որ փախել է ոնց են զոհվել։ Լսեք ասեմ։ Եթե տեղեկություն չունեք, դուք մենակ Հայաստանի Հանրապետությունում իվարկա պատասխանեմ, էլի ասում եթե չեք փախել, չեք ուզում այդ հարցը մեկնաբանեք, որ ժողովուրդը ավելի լայն ձև հասկանան էսի իրականությունը տենան։ Եթե մեր գյուղում կար, եթե մեր գյուղի մոբը ռեսուրսում կար 40 երիտասարդ, մինչև 45 տարեկաններ, 50 տարեկաններ։ Քիչ առաջ նշում եք, որ անվտանգ Եթե մոբը ռեսուրսում կար 40-45 հոգի, որը որ մոբը ռեսուրսը հավաքման ժամանակ պետք է դա դիրքեր։ Հավաքում է 45 հոգին, բայց դրանից հետո հասկանում ենք, որ մենք ամենքս մեր դիրքում, բայց այդ 45 հոգուց արդեն 33-ը Քյալբաջարի տամոժնին անցել Հայաստանում են, այդ ինձ չէ որ Հայաստանի Հանրապետության իշխանության թերացումներ չի։ Իշխանության թերացումներ կա։ Այն տամոժնին պետք է փագեին, որ ոչ մեկ չկարանար ընդեով մտներ ստե։ Որպեսզի այսօր մեզ չասեին, որ եկել փախել եկել է X-տե, հասկանում ես։ Իսկ ինչը վերաբերում է այդ թալանի մասը,
կոնկրետ մեր ամենագլխավոր թեման այդ էր եղել։ Ինչը վերաբերում է Թալանի մասը քննարկված է։ Այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ նորից եմ ասում, մեր ստեյի քույր եղբայրները, ծնողները, մեր տուժածանձիկ էլ չկրկնեն այն թեզը, որ ստե ինչ կա չկա ձեռնա։ Ումը որ կա թո պատասխան տա։ Հիմա ոնց եք վերաբերում նրան, որ 40 + 10,000 եթե սոցիալական աջակցությունը փոխում են, կրճատում են, էլ ան չեն անում։ Այսինքն Դե իրանք փոփոխություն ուծրեցին, չէ՞, վրանը որ տեղադրել էին ու մեծ հանրահավաք արեցին։ տենում է որ կառավարությունը ուզում է ընդառաջի արցախցիների։ Եթե նորից կասեցնի, Ոչ, չեն ասել 2 ամսով, ասում է ընդառաջ ենք, խմբեր ձևավորեք մի վարքյան։ Հանդիպմանը չեմ եղել, բայց խորհրդի ոչ, խորհրդի առաջարկը չի եղել, խորհուրդը առաջարկը որ անում էլա, խորհուրդը առաջարկը որ անում է, որոշում կայացնող Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Դա պարզ է։ Նույն կառավարությունը ասում է Արցախի էջը փակված է։ Դուք հաշտեք այդ հայտարարություններին։ Արցախի էջը փակելուն հաշտ չեմ, այդ հստակ է մեր դիրքորոշումը, բայց կա նաև մի հատ գլխավոր հարց, որ դա պետք է հասկանաս։ Այսօր ասում ենք անենք, ստեղծենք, ասենք պահենք Արցախը, یا պետք է օգնեն պահենք։ Եայլա մեծ թեմաներից արդեն ասենք, ինչքան ես խոսանք, այնքան մնալու ենք խոսալուց։ Գործ պետք է արել։ Գործ պետք է սպասենք տենակ մայիսի 9-ին հրապարակային ձևով Միսկի խումբը դիմում են, որ շարունակվի, թե չշարունակվի։ Հիմա սպասում ենք մայիսի 9-ին, էլի։ Ադրբեջանի կազմում է Արցախը, մերը չի Ինչի մասին տեղյակ ենք, ուղղակի այդ հարցերով չենք եկել այսօր ստե։ ոնց պիտի օգնեն, որ Արցախը Արցախա պահի։ ուրիշ։ Նշենք, որ անվտանգային հարցերով դուք այստեղ չեք պատասխանելու, բայց հայտարարություններ արեցիք։ Որոշ մասը այս մոբ ռեսուրսի մասին է խոսք գնացել, ասում եք ով է փախել, ասում սև ջիպեր են մտել Հայաստան, իրանք են փախել։ Ստե կարամ տեղեկացնեմ ձեզ պատգամավորները որ Կարամ տեղեկացնեմ ձեզ հետեւյալը, որ ստե ովքեր որ եկել են պայքարի, այսօր ովքեր որ նախագահի հետ հանդիպում են ունեցել, ոչ մի հոգի դիրքից չի բացակայել։ Ու մեծամասամբ զոհվածի ընտանիքներ են, ովքեր որ ներկա են եղել նախագահի հետ հանդիպման։ Լավ, շնորհակալ եմ։ Խնդրում Շնորհակալություն։